Դոնալդ Թրամփն Ուկրաինայում արդեն 3 տարուց ավելի ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է ինչպես ԱՄՆ նախկին, այնպես էլ Ուկրաինայի ու Ռուսաստանի գործող նախագահներին։ Biden could have stopped it, and Zelensky could have stopped it, and Putin should have never started it. Everybody's to blame. ԱՄՆ նախագահն ասել է, որ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին կարող էին կանգնեցնել պատերազմը, սակայն չեն արել, իսկ Վլադիմիր Պուտինն առհասարակ չպետք է սկսեր այն։ But that's a war that should have never been allowed to start. Երբեք չպետք է թույլ տրվել, որ այս պատերազմը սկսվեր։ Բայդենը կարող էր կանգնեցնել այն, եւ Զելենսկին կարող էր կանգնեցնել այն, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր։ Բոլորն են մեղավոր։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, թե Վենսն արդարացնում է Պուտինի գործողությունները։ Ջեյ Վենսն ասել է, որ ինքը 2022 թվականից ի վեր դատապարտում է Ռուսաստանին, սակայն դրանից հետո փորձել է հասկանալ երկու կողմերի նպատակները, եւ դա չի նշանակում, որ աջակցում է Ռուսաստանին։ Ըստ Վենսի նման հռետորաբանությունը միանշանակ անարդյունավետ է։ Կարծում եմ անհեթեթ է, երբ Զելենսկին ասում է, որ ամերիկյան կառավարությունը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, ինչ որ կերպ ռուսների կողմն է։ The Wall Street Journal-ը հղումանելով իր աղբյուրներին իր հերթին գրում է, թե Թրամփի թիմում տարաձայնություններ կան Ռուսաստանի հարցում վարվող քաղաքականության շուրջ։ Ըստ պարբերականի Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում են նախագահին համոզել ավելի զգույշ լինել Մոսկվայի հետ հարաբերություններում եւ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ Մինչդեռ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այլ տեսակետ ունի եւ նախագահը կիսում է այն։ Թերթը գրում է. Թրամփը այդուհանդերձ դեռ կիսում է Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆի տեսակետը, ով Մոսկվայում Պուտինի հետ 2 անգամ հանդիպելուց հետո կարծում է, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն օրինագիծ են պատրաստել, որը նախատեսում է աջակցել Ուկրաինային, այդ թվում երկրի վերականգնման հարցում։ Ըստ Reuters-ի այն նախատեսում է նաև ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն դադարեցնի պատերազմը։ Պարզ չէ, սակայն հանրապետականները կհամաձայնեն դրան, թե ոչ։ Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է մայիսի 9-ից եւս 90 օրով երկարաձգել 2022-ից հայտարարված ռազմական դրությունը։ Երեկ էլ իր երեկոյան ուղերձում ասել է, որ արդեն 1 ամսից ավելի է, ինչ Ուկրաինան համաձայնել է ամբողջական եւ անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկին, մինչդեռ Ռուսաստանը հրաժարվել է եւ շարունակում է պատերազմը։ Արդեն 34 օր Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է հրադադարից։ Հիմա ինչպես տարիներ շարունակ Պուտինը կենտրոնացած է պատերազմը, սպանությունները շարունակելու վրա։ Իսկ ռազմական դրությունն այս ընթացքում մնում է լարված, ռուսական զինուժը երեկ կրկին հրթիռակոծել է ուկրաինական Սումի քաղաքը, ի տարբերություն կիրակի օրը 35 մարդու կյանք խլած հարվածի, 3 խաղաղ բնակիչներ չեն տուժել։ Ուկրաինական կողմն իր հերթին անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել ռուսական Կուրսկի վրա, կա 1 զոհ, 9 վիրավոր, վնասվել է 24 բազմաբնակարան շենք։